800 դրամ տվի, տղեն առավ եկավ, վետոբրագը 5 հատ փեդե։ Ջալամ գոնե վարեմ քիմ տակնամ։ Դուռը լուսամուտից ներս մտնող քամին ու ցուրտն են անկողնում կուչեկած 88-ամյա տիկուշտատին տեղից հանում, ստիպելով վառել այս փոքրիկ վառարանը, որը չի հասցնում տնակի պատերը տաքացնել։ Վառում է թոշակով գնաց հարևանների տված փայտն ու աչքերի մնացորդները։ 38 տարի այս տնակում է ապրում։ Ամուսինը 20 տարի առաջ է մահացել։ Զավակներն ու թոռներն էլ ամենքն իր ճամփով է գնացել։ Կյանքն այդպիսի բան է, ասում է տատը։ Հարմարվել է ծանր կյանքին։ Միայնակ ապրող կնոջ համար ձմեռն իսկական պատիժ է։ Օգնող ձեռքերը հարևաններն են։ Ես որ հիվանդ չունեի, ես շուտ քաղաքապետարան գերտայի, իրանք ընձիք գրեն, իրանք բերեն կբաժնեն, հիմի վատ եմ, չեմ կրնա իր տպալա ջան, հարևանը չուլ տվեց քանի մատ վառեցի, լծվել է, իրան տղեն կուկա թապ կուզա։ 88-ամյա կնոջ այս դժվար օրերին օգնողը հարևան Օֆիկն է։ Իրենց ընտանիքն էլ միլավորիչ է։ Իրենք էլ տնակում են ապրում, նույն պայմաններում։ Փայտե կացարանը մաշվել է, վառելիք գնելու հարցը բարդ է, բայց ունեցածից բաժին են հանում նաև ծեր հարևանին։ Չէ, ինքը պատկերացնեց այսպես ծբեր պետք է եղներ, շատ ահավոր վիճակի ծբեր էր։ Ինչքան կառնիկ, ինչքան կառնի։ Թանկ է, շատ թանկ է, 200-ից ավել է, կանգայի գիտեմ, 4 սեկունդը կառնենք էլի։ Ծանր ձմեռները տնակներում ապրողներին սովորեցրել են ձմռանը կռիվ տալ ցրտի հետ, գարնանը տեղումների։ Վառելիք ասածը տնակի բնակիչների համար միայն փայտը չէ, այլ այն ամեն ինչը, ինչն այրվում է վառարաններում ու հավաքվում ամբողջ տարին։ Ազուխը վերջացավ, այսօր վերջի բաններ, գարուշկեններ որ լսեցինք, համեսիկ փեդը պետք է վառենք, այս փեդը, բայց այսիկը քչուկուն կենը, Յարնի, փեդեն վես գարալ են կերտավոր, մանավան 4 փեդը։ Ընտանիքների մեծ մասին պահեստավորած վառելիքը տաք ձմեռ ապահովելու համար չի երիքում, նորից առնելու գումարը ևս։ Ստիպված դիմում են քաղաքապետարան կամ բարեգործական կազմակերպությունների աջակցելու խնդրանքով։ Իսկ դիմումներից ոչ բոլորն են դրական արձագանք ունենում։ Վառելիքն առաջնահերթ բաժանվում է խիստ կարիքավորներին, բազմազավակ, փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին, միայնակ ծերերին, ինչպես նաև պատերազմի մասնակիցների ընտանիքներին։ Աջակցման կարիք ունեցող ընտանիքները շատ են, բայց նախատեսված վառելիքի չափաքանակը քիչ է։ Մենք կապահով ենք, որովհետև հիմնականում իրանց տված վառելափայտը 1 կուբ է, բայց դա մի կուբ չկա, դե մեզ էլ չեն տա, ամեն մարդու չեն տա, մեր երեխեքը մեծ են արդեն։ Տարեկան վառենք 10 կուբ, քաղաքապետարանը կօգնի, մնացածը մենք կառնենք։ Խանդուսկի փեդերը կառնենք, կդրենք վառենք ուրիշ։ Գազաֆիկացում չունենք, երեխեքը մանրան են, պլիտարը միացնենք, դա ուրիշ չեմությունը է մեր։ Իսկ վառարանները մեկ վառում են առավոտ շուտ, մեկ էլ երեկոյան, որ ունեցած վառելիքը բավականացնի մինչև գարուն։ Անցած տարվա նոյեմբերից մինչև հիմա քաղաքապետարանը վառելափայտ է բաժանում։ 353 ընտանիքներից դիմումներ ունեն, յուրաքանչյուրին տվող փայտն էլ մոտ 1 խորանարդ մետր է։ Կոմունալի աշխատողներն են վառելափայտը տեղափոխում հասցեներ, իրենք էլ դատարկում։ Դիմում հետքերով կերտան կստուգեն։ Ստուգելուց հետո ցուցակ կուտան, այդ ցուցակի հիման վրա ես տանեմ բաժանեմ։ Բաժանվող փայտը քաղաքի տարբեր հատվածներում իրականացվող ծառերի էտումից է գոյանում, հիմնականում բարակ ճյուղեր են կամ փտած ծառերի կոճղեր։ Քաղաքապետարանի ունեցածը սա է, անտառների սանիտարական էտումից չեն բերում։ Քաղաքի համեմատաբար բարձր ծառերի ճյուղերն են հատում համարյա ամեն օր։ Թեքված ծառներ կա, կոդրած ծառներ կա, փտած ծառներ կա, չորացած փտած ծառ։ Այս դրանք խանգար սվետաֆորներին կխանգարի, լուսավորությանը կխանգարի, շենքի բագում է վտանգավոր ծառն, դոնք միանգամից միամուր ուժերով բանկել։ Դրանց վտանգ չպատահի մեր ժողովրդին գվե։ Ծառ չենք կրում ենք, ծառը էտում ենք։ Քաղաքապետարանից բացի եւ ավելի շատ տնակներում ապրող մարդկանց արդեն քանի տարի է վառելիք է բաժանում Շիրակ կենտրոնը։ Անկախ այն բանից, թե ընտանիքը ումից կամ ինչ աղբյուրներից է վառելիքի օգնություն ստացել, պայման եւ պատճառ չէ քաղաքապետարանի համար տնակի բնակչի դիմումը մերժելու։ Իմացել եք, որ Վահանն է կբաժնի, ինչ որ ուրիշ կազմակերպություն կարող է մի հատ անադեք բերեմ մեկ քանի պարկ էսի տեղի ծառնի, այնից տեղի ծառնի կամ բերել տա դասից է բան բերել տա սան աղբեջան, դե իմ կողմից ցեզի վառելիք։ Դե մենք մեր պարտականությունը կատարենք, իրանք իրանց պարտականությունը։ Ես ինչ գիտեմ, կոնկրետ թեգուս Վահանը
Ում ինչ հետևե, ինչ հետևե, մեզ չի հետաքրքրել։ Տարվա ընթացքում քաղաքապետարանը կշարունակի վառելափայտի բաժանումը մինչև էտված ծառերից պահեստավորվածի սպառումը։ Ձմռան կեսին կատարվող էտը կոմունալի աշխատողները անվնաս են համարում եւ թույլատրելի, քանի դեռ ծառերը պողպնջման փուլի չեն անցել։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն,